Արարատյան խոհանոցն է եթերում հարգելի հեռուստադիտողներ, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ, որ կրկին միասին ենք։ Բարեկամներ, այսօր մենք իմ հյուրի հետ համարձակվում ենք ձեր բարձր ճաշակը բավարարել։ Իսկ իմ հյուրն է Արթուր Սահակյանը, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, Գյումրու Կասկադա ռեստորանի ավագ խոհարար։ Ողջույն, Արթուր։ Ողջույն, պարոն։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ, դուք։ Լավ, տրամադրությունը բարձր է, ես տեսնում եմ։ Այո։ Ինչ ենք պատրաստելու եւ ինչպես ենք պատրաստելու։ Աղցան ենք պատրաստելու ենք ծովային աղցան։ Ծովային աղցան, ծովամթերքներով աղցան օգտագործելու ենք բանջարեղեն, ծովամթերք եւ պանիր պարմեզան։ Պարմեզան պանիր։ Լավ, ինչից սկսենք եւ ինչ պիտի ես։ Ես կխնդրեմ տագդեղը, սմբուկը եւ դդմիկը ծաղիկաձև կտրատեք, ինչ ես օգտագործեմ պարմեզանը մեր 3 գույնի քաղցր տագդեղ։ Ես կողմ դդմիկը կտրատեմ։ Ծովից եւ ծովամթերքից միշտ չես հրաժարվում։ Այո։ Սիրում ես ձուկ, ձկնեղեն։ Շատ լավ է։ Լավ է, որ ոչ ունես։ Շատ լավ կլիներ, որ բոլոր խոհարարները հենց այդպես ոչային այսպես մի իրենց դրսևորումներով մեզ ներկայանային։ Գործերը ինչպես են, Արթուր ջան։ Շատ լավ, ասում փառք, դեռ շատ լավ։ Օգտագործենք, մենք տապակը տաքացնում ենք եւ պարմեզանը ծորկած մենք կարզին։ Տաք աղցան պիտի պատրաստենք։ Այո, ինքը տաք է եւ կարզին ենք մենք պատրաստելու։ Կողով։ Ինչով։ Կողով։ Կողով։ Կարզինան կողով է կոչվում։ Հա։ Կողով է։ Ես այդքան շատ լավ չգիտեմ հայերեն ձեր գրական։ Ես նույնք պարմեզանը, որ պատրաստենք կողով։ Ահա, պանիրից ես պատրաստում կողովը։ Այո։ Շատ չենք թողում տապակը, այսպիսի մի հետաքրքիր բան ենք ունենում։ Այս վայդրությամբ հարմար սա եմ գտել, չգիտեմ, ով ոնց հարմար է։ Ահա, փաթաթելու համար։ Այո, դանակի ծայրով շատ նոր բացում է և տեղադրում։ Քանի դեռ։ Վերջ, այսպիսի Վերջ։ Մի քիչ հալեցրեցինք պանիրը եւ այս կողովի մեջ էլ պիտի մատուցենք։ Այո։ Ինչ տապակները տաքանան, ես աղցանների տեսականի քիչ կտրատենք։ Ահա, այսինքն բանջարեղենի վրա պիտի Խառնելու ենք իրար բանջարեղենների հետ։ Անպայման ձեռքով։ Անպայման ձեռքով, որովհետև հատկապես հազարի տերևները չեն հանդուրժում երկաթե շեղ բդանակի։ Ես ուզում եմ եւ ինքս իմանալ եւ մեր հեռուստադիտողները նույնպես այս աղցանը կար եղել էր թե չկար ու կա։ Սա իմ մտահաղացումներից է նորից։ Քո մտահաղացումներից։ Այո, որը ընդգրկված է մեր մենյուում։ Կերակրացանկում, այո։ Մեր տապակները արդեն տաքացել են, մենք կարող ենք ավելացնել ձետ։ Մեկը բանջարեղենների, մյուսը ծովամթերքի համար։ Ծովամթերքի համար։
Այսինքն մենք խորաներով կարող ենք մտածել, կարող ենք հորինել, հատկապես աղցանները այդքան խորը արմատներ ազգային չունեն, մթերքները կարելի է ուղղակի համադրել, բայց այնուամենայնիվ համադրելի մթերքները պիտի համադրվեն, չէ՞։ Անպայման։ Մենք առաջինը տապակում ենք տակդեղները, նոր այնուհետ կավելացնենք սմբուկը եւ դդմիկը։ Ինչու՞։ Տակդեղները ավելի շատ ջերմային մշակում են պահանջում։ Եթե տակդեղից շուտ տապակենք սմբուկը, ձեթ ավելի շատ կլանում է սմբուկը եւ այո, եւ ոչ հաճելի է լինում այդքան շատ ուտելը փորձին։ Եվ մենք ավելացնենք արդեն մեր Ծովամթերքը չենք համեմում, մի փոքր տապակելուց հետո նոր համեմելու ենք։ Համեմում ենք նորից ծովային աղ ծովային աղ եւ շատ քիչ սև պղպեղ։ Սև պղպեղ։ Արդեն կարող ենք ավելացնել այդ մնացած բաղադրիչները։ Մի քիչ էլ աղ այստեղ անենք։ Իրականում այն մթերքները, որոնք որ օգտագործում ենք հատկապես բանջարեղենները, հարգելի հեռուստադիտողներ, մենք կարող ենք նաև հում օգտագործել, այսինքն հում ճաշակել։ Եվ այնպես որ այդ թվում նաև սմբուկը, չկասկածեք, այնպես որ ինչպես որ Արտուրն է ինչով որ ուղղորդվում է, այսինքն ոչ շատ մշակված, ջերմային մշակման ենթարկված, չէ՞, բանջարեղեն։ Այո, շատ քիչ, մի քանի րոպե։ Փոքր ուղղակի շոկի հարված, այսպես ասած, եւ ծովամթերքը նույնպես շատ երկար կարիք չկա։ Ավելացնում ենք բալզամիկ քացախ, մեղր, արդեն ես պատրաստել եմ։ Արդեն կարող ենք հավաքել։ Այո, շատ քիչ տապակեցինք։ Շատ քիչ եւ համեմեցինք միայն աղով։ Բավական է։ Մենք հիմա տեղադրենք մեր մատուցման ափսեն, որով պետք է մատուցենք։ Այս թանձրուկը պատրաստել ենք լիմոնի հյութով, մայոնեզով եւ սոյա սոուսով։ Շատ քիչ այստեղ ենք լցնում։ Սա լցնում ենք։ Ահա, եւ մեր կողմը։ Մենք հիմա խառնում ենք։ Որ խնդրեմ, պարմեզան մի քիչ կավելացնենք։ Իհարկե։ Բավական է, շնորհակալություն։ Մինչ կտեղադրի Արտուրը, ես հիշեցնեմ, կտրատեցինք սմբուկ, բարակ ձողիկների դդմիկ եւ 3 գույնի տակդեղ քաղցր, թեթևակի տապակեցինք, ծովամթերքները տապակեցինք եւ կողովը, ինչպես որ նշում է Արտուրը, պարմեզան բաներից այդպես ստացանք շերտ եւ արդեն վերջին պահելն են։ Թանձրուկ շատ քիչ։ Ունել այս կողմից։ Եվ վերջնական ավելացնում ենք արդեն ձկանկիտ։
Վերջ։ Ահա եւ այն ինչի համար մենք այսօր հավաքվել էինք։ Շատ գեղեցիկ, շատ հետաքրքիր եւ շատ համեղ, վստահ եմ, համեղ աղցան։ Արտուր ջան, ապրես դու, եթե ասելիք ունես, խնդրեմ մեր հեռուստադիտողներին փոխանցիր քո հորդորները կամ մտքերը։ Այսպեսի բան ասեմ, կարելի է օգտագործել ավելի շատ, իմ կարծիքով, չգիտեմ, ծովամթերք, ձկնային, որովհետև ջուրամարս են եւ ավելի թեթև, քան մնացած մսի տեսականիները։ Շատ լավ։ Այո, մենք պիտի աշխատենք, որ մեր ռացիոնում, գոնե շաբաթական այդ ռացիոնում անպայման ձուկը կամ ծովամթերքը իր տեղը ունենա։ Շնորհակալություն Արտուր ջան, ապրես դու, հարգելի հեռուստադիտողներ, ձեր անունից նաև շնորհակալություն պիտի հայտնեմ Գյումրու Կասկադա ռեստորանի տնօրինությանը աջակցության համար։ Իսկ մենք այսօր պատրաստել էինք այսքանը, ուզում եմ, որ հրաժեշտից առաջ մաղթել ձեզ, որ լինեք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու, ոչ լերուկ։ Ծովախեցգետնով աղցան, պարմեզան 40 գրամ, ծովախեցգետին 50 գրամ, խեցի 80 գրամ, տագդեղ 50 գրամ, սմբուկ 50 գրամ, 1080 գրամ, բալզամիկ քացախ 30 մգ, մեղր 30 գրամ, մայոնեզ 50 գրամ, սոյայի սոուս 10 մգ, աղ, պղպեղ, բարյախորշակ։